Ողջույն ընկերներ, ուրախ ենք կրկին հանդես գալ միայն Սուրբ հաղորդման շրջանակներում եւ մեր հաղորդումներից մեկի ժամանակ մենք արդեն իսկ անդրադարձել էինք Աստվածաշունչ եւ գիտություն թեմային եւ ինչպես խոստացել էինք պետք է ունենայինք շարունակություն այս թեմայի վերաբերյալ եւ այս հաղորդման շրջանակներում նորից խոսելու ենք այս թեմայի մասին Աստվածաշունչ եւ գիտություն եւ այսօր այս թեմայի մասին կխոսենք Ռուստամ Դավթյանի հետ։ Ողջույն Ռուստամ եղբայր։ Ողջույն։ Կրկին ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեր հաղորդման շրջանակներում։ Ես նույնպես շատ ուրախ եմ։ Այս թեման շատ հետաքրքիր էր, շատ հետաքրքիր արձագանքներ ունեցանք այս թեմայի վերաբերյալ եւ եթե համակարծիք եք, եկեք անցնենք միանգամից հարցերին եւ խոսենք այս թեմայի շուրջ։ Առաջի հարցը, եկեք խոսենք առաջի հարցի մասին, արարչագործությունը այն ամեն ինչ որ արարվել է Աստծո, ինչ է մեզ հայտնում Աստծո մասին։ Աստծո խոսքի մեջ ասվում է, որ երկինքն ու երկիրը պատմում է Աստծո փառքը։ Դավիթ թագավորն է Սաղմոսների մեջ խոսում այդ մասին, եւ իրոք, երբ որ մենք նայում ենք ստեղծագործությանը, շատ հետաքրքիր է, բայց բացահայտում է Աստծո էությունը։ Եվ մենք շատ բաներ կարող ենք արարչագործությունից հասկանալ։ Օրինակ մենք արարչագործությունից հասկանում ենք, որ Աստված ամենատես Աստված է, որովհետև երբ որ նա ստեղծել է այսպիսի տիեզերք, այսպիսի մոլորակ, բնություն, չէր կարող նա ամենատես չլինելով ստեղծել սա։ Տեսնում ենք, որ նա ամենագետ է, որովհետև որքան գիտելիք է պետք այսպիսի տիեզերք ստեղծելու համար։ Տեսնում ենք, որ նա ամենակարող է, որովհետև նա է ստեղծել այս ամենը։ Այսինքն, տեսեք, Աստծո էությունը մենք սրա մեջ կարողանում ենք բացահայտել եւ մենք տեսնում ենք նաեւ, որ նա հոգատար Աստված է, որովհետեւ նա ամեն մարուքի համար հոգ է տանում։ Եվ տեսնում ենք մենք ճնճղուկներ, տեսնում ենք շատ կենդանատեսակներ, որ Տերը պահպանում է եւ հոգ է տանում բնությանը։ Դրա համար մենք նայելով բնությանը կարող ենք բացահայտել Աստծո էությունից շատ հատկանիշներ։ Շնորհակալություն պատասխանի համար եւ այս հաղորդման ընթացքում ես առանձնացրել եմ մի կարևոր հարց եւ կուզենամ որպեսզի նաեւ պատասխանեք այդ հարցին եւ հարցը հետեւյալն է. երբ մենք գիտական ուսումնասիրություններ ենք կատարում, արդյոք դրանով արժեզրկում ենք Աստվածաշունչը։ Քավլիցի մենք գիտենք, որ 138 Սաղմոսի մեջ ասվում է, որ Աստված իր խոսքը իր անունից բարձր դրեց։ Եվ նույնիսկ մեր հաղորդման անվանումը խոսում է այն մասին, որ Աստվածաշունչը եւ Աստծո խոսքը բացարձակ արժեք է մեզ համար եւ անփոփոխ եւ անգերազանցելի։ Եվ մենք եթե մեր Տերը իր խոսքը իր անունից բարձր է դրել, որքան ավելի մենք։ Եվ դրա համար մենք երբ որ ուսումնասիրում ենք գիտությունը, մենք չենք ասում, որ այդ գիտական բացահայտումները բացարձակ են, բայց մենք վստահ խոսում ենք, որ Աստծո խոսքը բացարձակ է եւ կատարյալ է։ Մենք խոսել ենք այն մասին, որ գիտությունը հիմնված է մարդկային փորձառության վրա, իսկ մարդը թերի է, անկատար է, նա կարող է սխալվել, բայց Աստծո խոսքը աստվածային հայտնություն է, որը կատարյալ է եւ փոփոխության չի ենթարկվում։ Դրա համար մենք ուղղակի հասկանում ենք, որ առողջ գիտությամբ մենք կարող ենք Աստծո մասին շատ տեղեկություն ստանալ։ Ինչպես որ չէ, ասեցինք, որ երկինքն ու երկիրը պատմում է Աստծո փառքը, այսինքն մենք ուսումնասիրելով բնությունը կարող ենք Աստծո մասին շատ ինֆորմացիա ստանալ։ Այսինքն մենք կարող ենք հետևել այն գաղափարին, որ այդ ուսումնասիրությունները տանում ենք նրան, որ եթե կա ստեղծագործություն, ապա կա ստեղծագործող։ Եվ այդ ուսումնասիրությունները ուղղակի տանում են մեկ գաղափարի, որ այս ամենը արարվել է արարչի կողմից։ Եվ այստեղ իմ կարծիքով չկա որևիցե մի փաստ, որ այս տեսակի ուսումնասիրությունները արժեզրկեն Աստծո խոսքի ինքնիշխանությունը, գերիշխանությունը։ Շատ լավ, եկեք անդրադառնանք հաջորդ հարցին,
կան Աստվածաշնչում պատմական տեղեկություններ, որոնք դարեր շարունակ այլ աղբյուրներում չեն եղել։ Օրինակ մինչև 20-րդ դարը քետացիները որպես ժողովուրդ, ովքեր որ ապրել են, համարվում էին առասպելական։ Մարդիկ ասում էին, որ այդպիսի ազգ չի եղել, բայց մենք տեսնում ենք, թե Ծննդոց գրքի մեջ եւ թե Թագավորաց գրքերի մեջ քետացիների, բայց բացահայտվեց նրանցից տեղեկություն բավականին բացահայտվեց, շատ սեպագիր գրականություն գտնվեց 20-րդ դարում քետացիների մասին, նրանց մայրաքաղաքը գտան եւ հասկացան, որ իրականում Աստծո խոսքը շատ դարեր առաջ խոսել էր այդ մասին, բայց բացահայտվեց 20-րդ դարում միայն։ Տեսեք, նաև կա Սոդոմն ու Գոմորը, որոնք երկար ժամանակ մարդիկ տեղեկություն չեն ունեցել այս քաղաքների մասին, բայց Աստվածաշունչը ներկայացնում է, որ Աստված ինքը կրակով կործանել էր Սոդոմն ու Գոմորը, երբ որ հիմա գտել են այն վայրը, որտեղ որ Մեռյալ ծովի շրջակա տարածքն է, որը որ Սոդոմ Գոմորի տարածքն է, եւ այնտեղ ուսումնասիրությունների արդյունքում տեսել են, որ հենց շատ բարձր ջերմաստիճանի կրակ է եղել եւ քաղաքը ամբողջությամբ այրվել է։ Մենք տեսնում ենք Երիքովի պատմությունը, որ բավականին երկար ժամանակ նորից ասում էին, որ Երիքովը քանդվել է դեռ մինչև Հեսուի գրավումը, բայց մենք ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ Երիքովի պարիսպները, երբ որ քանդվել են, այն քանդվել են դեպի դուրս, այլ ոչ թե ներս, օրինակ պաշարման ընթացքում, չէ, երբ որ պաշարում են քաղաքը, հարվածներից քարերը ներս են թափվում, բայց Երիքովի պարիսպները թափվել են դեպի դուրս։ Բացատրում են այսպես, որ սա հրաշքի, ավելի ճիշտ երկրաշարժի արդյունք է, բայց մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ, որ Տերը հստակ պատվեր է տալիս, որ 7 անգամ պտտվեն քաղաքի շուրջը Հեսուն եւ Իսրայելի բանակը, եւ երբ որ բարձր աղաղակում են եւ շեփոր հնչեցնում են, քաղաքի պարիսպները քանդվում են եւ իրենք պաշարում են քաղաքը։ Նաեւ այնտեղ գտել են այրված շերտեր, գտել են այնտեղ սնունդի մնացորդներ, որը խոսում է այն մասին, որ քաղաքը շատ արագ են գրավել եւ մարդիկ ժամանակ չեն ունեցել փախչելու, ժամանակ չեն ունեցել իրենց ունեցածը թաքցնելու։ Եվ այս բոլորը վկայում է այն մասին, որ այդ պատմությունը եղել է եւ իրականում շատ ավելի հեշտությամբ կկարողանային այս ամենը բացահայտել, եթե ուղղակի հետևեին Աստծո խոսքին։ Նաեւ Նինվե քաղաքի մասին է գրված, որ Նինվե քաղաքը կործանվել է, մենք տեսնում ենք Աստվածաշնչի մեջ այդ քաղաքի կործանումը, բայց վերջին ժամանակներում է նորից բացահայտվել, որ Նինվե քաղաքը եղել է եւ կործանվել է։ Եվ կարող ենք շատ բազմաթիվ այսպիսի տեղեկություններ գտնել, հնագիտական, որոնք Աստվածաշնչի մեջ որպես պատմական իրադարձություններ գրված են, բայց քանի որ այսօր շատ գիտնականներ չեն վստահում Աստծո խոսքին եւ չեն համարում պատմական գիրք, դրա համար չեն վստահել եւ ուսումնասիրություններ են կատարել եւ հայտնագործվել է։ Դեռ հուսով եմ, որ շատ բաներ էլ կհայտնագործվի, որոնք դեռ չի հայտնագործվել, որովհետեւ Աստծո խոսքը ինչ որ ասում է, հստակ տեղի է ունեցել։ Շնորհակալություն պատասխանի համար, շատ ընդլայնուն պատասխան տվեցիք մեզ։ Եվ հաջորդ հարցը, ինձ թվում է, որ այս հարցը բխում է բոլորի սրտից, որովհետև շատ խոսակցությունների ժամանակ մարդիկ միշտ այս հարցն են տալիս, եթե Աստված բարի է, ապա 5 կտակարան, երբ որ ընթերցում ենք, տեսնում ենք այնտեղ, որ շատ ազգերի նա պատվիրում է իսրայելացիներին, որպեսզի գնան ու այդ ազգերը կործանեն։ Եվ հարցը հետևյալն է, եթե Աստված բարի է, ապա ինչու է կործանում ազգերին։ Այո, հետաքրքիր հարց է եւ իմ թվարկած բոլոր քաղաքները կործանվել են Աստծո ձեռքով
երբ որ Աստված պատժել է իրենց եւ կործանել է։ Տեսեք, երբ որ օրինակ Երիքովի մասին ենք խոսում, չէ, այդ Քանանի ազգերին, ժողովուրդներին, որ ապրում էին այդ տարածաշրջանում, նրանք շատ սարսափելի սովորություններ ունեին իրենց մեջ։ Նույնիսկ իրենց երեխաներին կրակի վրա զոհաբերություն էին անում կուռքերին, եւ պղծությունը, ապականությունը շատ էր մեծացել այդ քաղաքների մեջ։ Նույնպես մենք տեսնում ենք նաև Սոդոմ Գոմորի կործանման դեպքում, երբ որ Աբրահամը աղոթում էր Աստծուն, չէ, ասում էր, Տեր ասում էր 100 արդարի համար կխնայես, չէ, 1000-ի, 100-ի, ասենց կամաց քչացնում էր թիվը, եւ այդտեղ երևում է, որ Տերը ասում է, որ կխնայեմ, եթե լինի կխնայեմ, բայց հստակ մենք տեսնում ենք, որ չկար միակ արդարը, որ այդ քաղաքում ապրում էր, Ղովտն էր։ Եվ հենց այս դրվագի մեջ մենք տեսնում ենք, որ Աստված մինչև այդ մի արդարին քաղաքից դուրս չհանեց, քաղաքը չկործանեց։ Այսինքն սա պատիժ էր Աստծո կողմից, եւ արդյոք Աստված իրավունք ունի պատժելու, իհարկե այո։ Տեսեք, մենք երբ որ մարդը այսօր սպանություն է գործում կամ օրենքը խախտում է, արդյոք դատավորը իրեն իրավունք ունի ազատազրկելու, նույնիսկ ցմահ ազատազրկում, չէ՞։ Կան երկրներ այնտեղ, որ մահապատիժներ է գործում եւ մահապատժի են ենթարկում մարդկանց։ Այսինքն դատավորը ունի իրավունք, եթե մարդը խախտել է օրենքը, իրեն պատժի այդ խախտման համար։ Ինչու՞։ Որպեսզի ավելի մեծ աղետները կանխի։ Այսինքն պատիժները սահմանված են նրա համար, որպեսզի ավելի մեծ աղետները կանխվեն եւ չլինեն։ Այսինքն մեկը եթե սպանության համար դատապարտվում է, մեկ ուրիշը վախենում է նույն հանցանքը գործել։ Աստված այս ազգերին, որ կործանել է, նա կործանել է նրա համար, որպեսզի ամբողջ աշխարհը չափականեն իրենց մեղքով։ Այսինքն նախապես նա թույլ չի տվել, որ այդ ապականությունը ավելի տարածվի, որովհետև եւս մեկ անգամ ջրհեղեղի կարիք կլիներ երկրի վրա, եւ մենք այդտեղ տեսնում ենք Աստծո ողորմությունը, որ նա նախապես կանխում է այդ մեծ կոտորածը, եւ նաեւ կուզեմ Նինվեի օրինակից մի բան պատմել, որ երբ որ Հովնանի գրքում մենք կարդում ենք, որ Աստված Հովնանին ուղարկում է, որ Նինվե գնա քարոզի, որ ապաշխարեն, եթե ոչ կործանելու է Նինվե քաղաքը, քանի որ սամարացիները հրեաների թշնամիներն էին եւ շատ վնասներ էին տվել հրեա ժողովրդին, իրականում Հովնան իր սրտում ուզում էր Նինվեի կործանումը եւ դրա համար էր նա փախչում Աստծուց եւ չէր ուզում գնալ Նինվե քարոզել, որ Տերը կործանի, բայց Աստված նրան ուղարկեց Նինվե, երբ որ նա գնաց քարոզեց, ասում է թագավորից մինչեւ անասունը մոխրի վրա նստել ապաշխարել էին եւ նա բարձրացավ մի բարձր սարի վրա, սպասում էր, թե Աստված ինչպես է Նինվեն կործանելու, որ ինքը այդ իրադարձությունից հաճույք ստանար, որովհետև իր թշնամիներն էին, եւ ներկայացվում է, որ մի դդմենի աճեց եւ նրա ստվերի տակ էր նստած։ Երբ որ քնեց, Հովնանը արթնացավ, տեսավ դդմենին չորացել է եւ ասում է մահու չափ տրտմեց։ Եվ Աստված խոսեց իր հետ, ու ինչ ասեց Հովնան, դու անհանգստանում ես մի դդմենու համար, որը դու չես աճեցրել, իսկ դու ուզում ես, որ ես չանհանգստանամ ամբողջ Նինվեի համար, որտեղ 120,000 աճ եւ ձախ ձեռքը չտարբերող կա, այսինքն երեխաներ կան, եւ Հովնանը այդտեղ ասում է, որ ես գիտեի, որ դու ողորմած Աստված ես եւ չես կործանելու, զղջալու ես։ Այսինքն հստակ այս ամենը ցույց է տալիս, որ Աստված ողորմած է, նա ուզում է, որ չկործանի, նա շանս է տալիս, հնարավորություն է տալիս մարդկանց ապաշխարության, բայց երբ որ նրանք այդ առիթը չեն օգտագործում, Աստված նաև դատավոր է եւ իրավունք ունի մարդուն պատժել իր հանցանքի համար, որովհետև մեղքը ամբոստություն է Աստծո դեմ եւ Աստված իրավունք ունի պատժի մեղքի համար, նա գերիշխան սուվերեն Աստված է։ Ամեն շնորհակալություն պատասխանի համար։ Եկեք անցնենք հաջորդ հարցին,
կան այնպիսի իրադարձություններ, որոնց մասին Աստվածաշնչում գրված է եղել նախքան դրանց իրականացումը։ Բազմաթիվ են դրանք։ Եվ Հիսուսի մասին շատ գրված խոսքեր կան, որոնք իրականացան թե հարության, թե ծնունդի, կներեք եւ շատ այլ բաների մասին, բայց այդ թեմայով չենք խոսի, ինձ թվում է դեռ առիթ կունենանք այս ամենի մասին խոսելու։ Հիմա ավելի լավ կլինի խոսենք պատմական իրադարձությունների, որոնք նախապես գրված է եղել եւ հետո մենք տեսել ենք դրանց իրականացումը։ Օրինակ Դանիել մարգարեության 2-րդ եւ 7-րդ գլխի մեջ ներկայացվում է երազ եւ տեսիլք, որը Նաբուգոդոնոսոր թագավորն էր տեսել երազը եւ տեսիլքն էր, որ Դանիելը ունեցավ, որտեղ նկարագրվում էր արձան, վերևի մասը գլուխը ոսկի, արծաթ, թևերը կրծքավանդակից ներքև պղինձ եւ հետո ոտքերը երկաթ եւ մատները քարեր։ Եվ մենք տեսնում ենք Դանիելի տեսիլքը գազաններ, որոնք խորհրդանշում էին 4 կայսրությունները եւ այդ նույն արձանի այդ 4-5 մասերը հենց խորհրդանշում էին այդ կայսրությունները, որոնք պիտի գային եւ այդ կայսրություններն էին Բաբելոնի կայսրությունը, Պարսից մարած կայսրությունը, հունական եւ հռոմեական կայսրությունները։ Եվ այնտեղ նույնիսկ նկարագրվում է թե ինչ պիտի այդ կայսրությունների հետ տեղի ունենա։ Տեսեք օրինակ այն հովազը, որը նկարագրվում է Դանիելի տեսիլքի մեջ, որը 4 գլուխ ուներ, խորհրդանշում է հենց հունական կայսրության Ալեքսանդր Մակեդոնացու 4 գեներալներին, որոնք Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո հունական կայսրությունը բաժանեցին 4 մասերի։ Եվ հենց հովազ կենթանին բնութագրում է, որ շատ արագ նվաճում պիտի լինի եւ մենք տեսնում ենք թե Ալեքսանդր Մակեդոնացին որքան արագ այդ տարածքները կայսրության գրավեց։ Հռոմի կայսրությունն ենք մենք տեսնում, որ բաժանվում է 2 մասերի եւ Հռոմի կայսրությունը մենք գիտենք, որ քանդվեց 476 թվականին, արդեն Քրիստոսից հետո, եւ այս բոլորի մասին նախապես Դանիել մարգարեության մեջ գրված էր, բայց պատմության մեջ մենք տեսնում ենք Դանիել մարգարեության գրվելուց բավականին հետո այս իրադարձությունները տեղի ունեցան։ Եվ այսպիսի շատ բազում բաներ կան, որ մենք կարող ենք Աստվածաշնչի էջերի մեջ տեսնել, որ Աստվածաշունչը նախապես ասել է եւ հետո դրանք իրականացել են եւ պետք է իրականանան։ Նույն կերպ նաեւ Իսրայելի պետություն դառնալը, տեսեք, քանի հազար տարի Իսրայելը պետություն չէր եղել, բայց 1948 թվականին Աստված բերեց 1 օրում նրանց պետություն տվեց։ Եվ սա նախապես Աստծո խոսքի մեջ գրված էր։ Շատ լավ, շնորհակալություն եւ եկեք այս հաղորդման վերջի հարցին անդրադառնանք եւ սա շատ արդիական հարց է։ Աստված կառավարում է աշխարհի զարգացումները։ Իհարկե այո։ Եվ մենք տեսնում ենք այդ ամենը նրա մեջ, որ տեսեք Քրիստոսը, երբ որ այս աշխարհ եկավ, նրա գալու ժամանակը հատուկ Աստծո կողմից ընտրված էր եւ միջավայրն էլ պատրաստված էր, որ քրիստոնեությունը կարողանա տարածվել։ Նախ առաջինը տեսեք հռոմեական կայսրության մեջ կրոնի ազատություն կար։ Այսինքն հնարավորություն էր տրված յուրաքանչյուրին պաշտելու նրան ում ուզում է եւ տեսնում ենք, որ մեկ լեզու կար, որը խոսվում էր, դա հունարեն լեզուն էր։ Տեսնում ենք, որ Հռոմը տվյալ ժամանակների ամենալավ ճանապարհները ուներ, պատրաստած, որը տեղափոխությունը ավելի արագ էր լինում եւ Հիսուսը եկավ հենց այս ժամանակ եւ քրիստոնեության տարածման համար էս թե մեկ լեզու ունենալը եւ թե ճանապարհները եւ թե կրոնի ազատությունը նպաստեցին, որ քրիստոնեությունը տարածվի։ Հնարավոր է մենք սա համարենք ուղղակի պատահականություն, բայց
Օրինակ, այսպիսի մի դեպք էլ տեղի ունեցավ բարեփոխման ժամանակ 15-րդ դարում նախքան բարեփոխումը տպագրության գյուտ եղավ։ Այսինքն բարեփոխման գլխավոր նպատակը որն էր, որ Աստվածաշունչը թարգմանվեր բոլոր լեզուներով։ Եվ նույնիսկ մարդկանց ձերբակալում ու սպանում էին այդ թարգմանությունները անելու համար, օրինակ Ջոն Ուիկլիֆին, որ Աստվածաշունչը նոր կտակարանը անգլերեն էր թարգմանել, նրան ձերբակալեցին։ Եվ տպագրության գյուտը հենց եղավ այն ժամանակ, երբ որ եղավ բարեփոխումը, որը նպաստեց, որ Աստվածաշունչը թարգմանվեց տարբեր լեզուներով եւ արագ տպագրության միջոցով տարածում ստացավ։ Եվ այսօր էլ մենք տեսնում ենք, որ Տերը նոր տեխնոլոգիաները օգտագործում է եւ ինչպես որ Աստծո խոսքը ասում է, որ երկրի բոլոր ծայրերը պիտի Աստծո խոսքը հասնի, մենք տեսնում ենք այսօր այդ բոլոր տեխնոլոգիաների կիրառումը, որ Աստծո խոսքը այսօր հասանելի է բոլոր ժամանակներից ավելի շատ բոլոր երկրներում եւ այս ամենը կարծում եմ, որ պատահականություն չէ, այլ Աստված վերահսկում է եւ Աստված սրանով մեզ հնարավորություն է տալիս, որ մենք տվյալ ժամանակների բացահայտումները օգտագործենք իր անունի ու իր փառքի համար։ Ամեն շատ շնորհակալ ենք Ռուստամ եղբայր այս ժամանակի համար, որ տրամադրեցիք մեզ եւ շատ հարցերի պատասխաններ մեզ համար ավելի բարձ դարձրեցիք եւ դուք ընկերներ, եթե կունենաք այս թեմայի հետ կապված հարցեր, կարող եք բաժանորդագրվել նախ եւ առաջ մեր YouTube-յան ալիքին եւ եթե հարցեր կունենաք այս թեմայի հետ կապված, կարող եք գրել մեր Telegram-յան ալիքին եւ ձեր հարցերին պատասխաններ կունենաք։ Աստված օրհնի ձեզ։